Այս տարվա սեպտեմբերի 1-ից Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում միգրացիոն հաշվառման նոր կարգ կգործի։ Այն կվերաբերի նաեւ Հայաստանի քաղաքացիներին։ Приложение, которое будет отслеживать приезжих через смартфон. Ամինաբջջային հավելվածը պարտադիր կլինի ոչ միայն աշխատանքի մեկնող օտարերկրացիների, այլև ուսանողների եւ ԵԱՏՄ երկրներում աշխատողների ընտանիքի անդամների համար։ Ամինահավելվածի միջոցով անձը պետք է միգրացիոն հաշվառում անցնի, ներկայացնի անհրաժեշտ բոլոր տվյալներն ու նույնականացվի։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն է այս մասին իր Facebook-յան էջում հիշեցրել, իսկ ավելի վաղ մանրամասներ։ Որպեսզի ունենա միգրացիոն հաշվառում, պետք է ունենա ամինա ծրագիրը, որը բջջային հավելված է եւ աշխատում է ինտերնետով եւ պարբերաբար թարմացումներ չանելու պարագայում անձը կարող է հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում եւ հետագայում կարող է նաեւ արտաքսվել։ Հնարավորինս ուշադիր լինեն իրենց կատարած զանգերի եւ բովանդակությունների հետ կապված իրենց խոսակցությունների։ Անկամ փոքրիկ համակրանքը Ուկրաինայի նկատմամբ կարող է դրա հիմք հանդիսանալ։ Միգրացիոն եւ հարկային պահանջները խախտած օտարերկրյա քաղաքացիները հայտնվում են 2025-ի փետրվարից գործող վերահսկվող անձանց ռեեստրում։ Նրանց նկատմամբ կիրառվում են տարբեր սահմանափակումներ, այդ թվում բանկային հաշիվների սառեցում։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը հիշեցրել էր նաեւ, որ նախորդ տարի ամինա ծրագիրը կապի խափանումների պատճառով խնդիրներ էր ստեղծել մարդկանց համար։ Ոչ միշտ է, որ այն հասցեն, որտեղ նշում է միգրանտը, իրականում քարտեզի վրա ցույց է տալիս, այսինքն անպայման պետք է բացել այդ քարտեզը եւ տեղում նշել այն հասցեն, որտեղ բնակվելու եք, որտեղ 3 օրից ավել այդ տարածքից բացակայելու պարագայում ծրագիրը ձեզ ցույց կտա, որ դուք չեք բնակվում այնտեղ, որտեղ հաշվառված եք եւ դա նույնպես վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելու պատճառ կարող է լինել։ Ավելին, եթե իրապես ձեր հասցեն համապատասխանում է, դուք բնակվում եք, բայց պատրաստվում եք 3 օրից ավել բացակայել ձեր բնակության վայրից, պետք է ձեր հաշվառման տարածքային ոստիկանությունում դիմում գրեք, նշեք, որ դուք 3 օրից ավել բացակայելու եք։ Ռուսաստանում օտարերկրացիների համար գործում են RUID եւ Գոսուսլուգի թվային հարթակները։ RUID-ն նախատեսված է առանց վիզայի մուտք գործող օտարերկրացիների նախնական գրանցման համար, իսկ Գոսուսլուգին պետական էլեկտրոնային ծառայությունների հարթակ է։ Ամինահավելվածը պարտադիր չէ Ռուսաստանում 30 օրից պակաս մնացող օտարերկրացիների համար։ Ազատության զրուցակիցը, որ տարիներ շարունակ ապրել է Մոսկվայում, ասում է, հեռանալու որոշում է կայացրել, քանի որ Ռուսաստանում ապրելն ավելի է բարդանում։ Իսկ թվային այսպիսի համակարգերի ու հարթակների միջոցով, ըստ նրա, երկրի իշխանությունները տոտալ վերահսկողության տակ են պահում իրենց երկրում գտնվող օտարերկրացիներին։ Ամինա ծրագիրը, որ դրա միջոցով փորձում են կառավարել, ըստիս խախտում է մարդու ազատության իրավունքը եւ անձնական տարածքի։ Ամինա ծրագիրը պետք է պարտադիր ներբեռնել հեռախոսի մեջ եւ եթե 2 օր դու չկարողանաս ուղարկել քո գտնվելու վայրը, գոսուսլուգայով քեզ գալիս է դեպորտացիա, վիդվայրենիա։ Արդեն իսկ պետությունը փորձում է կառավարել հասկանալ որտեղ ես գտնվում եւ այլն։ Նախկինում այդպես չէր, ենթադրենք եթե դու գրանցվում ես, դա բազայում երևում է եւ պարտադիր պայման չէր, անպայման, որ ինչ որ ծրագրի միջոցով ուղարկել քո գտնվելու վայրը եւ ըստ դրա քեզ փորձեն կառավարել։ Ինձ թվում է դա բավականին լուրջ պատճառ է, որպեսզի մարդիկ չցանկանան այնտեղ գնալ։ Անանուն մնալ ցանկացող մեր զրուցակիցը պատմում է, երբ լրացել է Ռուսաստանում գտնվելու իր ժամկետը, սահմանված կարգով դիմել է այն երկարացնելու համար, բայց մերժել են, պատճառաբանելով, թե տվյալները ջնջվել են համակարգից։ Պատմեց, առաջարկել են հենց այդ պահին ներբեռնել ամինահավելվածը, հանձնել մատնահետքեր ու լուսանկարվել։ Ասաց, երբ բացատրել է, որ չի ցանկանում այդքան տվյալ թողնել, որովհետև նախկինում այդպես չի եղել, հակաճառելու պատճառով իրեն տեղափոխել են միգրանտների պահման վայր ու 2-3 օր պահել այնտեղ։ Բայց քանի որ հայկական անձնագիրն իր մոտ է եղել, նույնականացրել են, հետո ուղարկել Հայաստան 5 տարով արգելելով մուտքը Ռուսաստան։ Մենք 2-3 անգամ բողոքարկել ենք դատարանում, չբավարարեցին մեր դիմումը։ Կարծում եմ դա երևի թե հատուկ ծրագիր է, որ չպետք է թույլ տա նրանց ովքեր որ մուտքի արգելք ունեն վերադառնալ Ռուսաստան։ Այս ամբողջ լարվածությունը ստեղծվեց Կրոկուսի տրակացնելուց հետո մեզ արդեն ուիզև են վերաբերվում, մանավանդ երբ որ դու արտաքնապես երևում ա որ ռուս ես, արդեն այդ ռասիզմը ավելի առաջ էր եկել։ Անցած հնարավոր է ոստիկանները գային այդ հասնեն, որտեղ որ մենք բնակվում ենք, ստուգեին, տեսնեն արդյոք մենք այդտեղ ենք ապրում թե ոչ։
Ռուսաստանի իշխանությունները թվային այս նոր համակարգերի ներդրումը բացատրում են միգրացիոն վերահսկողության ուժեղացմամբ։ Պաշտոնական հիմնավորմամբ Ամինան, RUAID-ին եւ այլ հարթակներ պետք են օտարերկրացիների տվյալների հաշվառումը պարզեցնելու, նրանց գտնվելու օրինականությունը ստուգելու եւ անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար։ Մեր անանուն զրուցակցի կարծիքով նաեւ ռուս-ուկրաինական պատերազմից հետո է Ռուսաստանում ապրելն ավելի բարդացել։ Ես վարձում եմ բնակարան, ռուս կնոջ իր մոտ է վարձում, իր տղան գրանցված էր այդ հասցեում եւ 2-3 անգամ այդ ընթացքում ստուգումներ էին անում եւ իրենց կոմիսարիատից անդադ մարդիկ էին ուղարկում հասկանալու համար այդ տղան այդտեղա թե ոչ եւ ես նաեւ ներքին կարգով իմացել եմ, որ թույլ չէին տալիս, որ այդ տղան ինչ որ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գա, նաեւ սրացումներ կար այս մասով, երևի թե կարծում եմ պատերազմական այս վիճակը ինչ որ ձևով խթանեց նաեւ այս ծրագրերի ներբեռնմանը դեպորտացիաներին։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնողներին զգուշացնում է, եթե նրանց բանկային քարտին մուտքագրվի աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձից ավելի մեծ գումար կամ խոշոր փոխանցումներ կատարեն այլ երկրներ, այդ թվում Հայաստան, ռուսական պետական մարմինները կարող են պահանջել պարզաբանել այդ գումարների ծագումը։ Պատկան մարմինները նրանք կկանչեն որպեսզի ինքը պարզաբանում տա, թե որտեղից իրեն այդ գումարները եւ եթե ինքը ամբողջ աշխատավարձն է ուղարկում, ապա ինչ գումարներով է ինքը ապրում Ռուսաստանի Դաշնությունում։ Ներկայանալ չցանկացող մեր զրուցակիցը փորձում է դատական ճանապարհով վերադարձնել Ռուսաստանում արգելափակված իր աշխատած գումարները, սակայն դեռ չի կարողանում։ Ասում է Ռուսաստանում ապրելը գնալով բարթանում է անգամ Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք հատկապես զինապարտության տարիքում են։ Չեմ ցանկանա այնտեղ ապրել, որովհետեւ շատ մարդիկ ունեմ ռուս ընկերներ, բոլորը գնացել են, բավիսկաներ ա գալիս, հասցեները նաեւ իրենք որտեղ որ գտնվում են, Գոսուսլուգան եւ RUAID-ին կարծեմ ներքին կարգով եւ Max ծրագիրը տալիս են այդ ամբողջ ինֆորմացիան, որպեսզի կարողանան հեշտ գտնել տվյալ մարդուն, ենթադրենք, եթե գալիս է պավեսկա եւ ինքը հրաժարվում է, կոմիսարիատից գալիս կանգնում են հենց այդ հասցեում, որտեղ որ այդ մարդը գտնվում է։ Իդեպ, օտարերկրացիները կարտաքսվեն Ռուսաստանից, եթե բժշկական զննությամբ պարզվի, որ նրանք ունեն տուբերկուլոզ, սիֆիլիս, միավ կամ ձիահ, ինչպես նաեւ արյան մեջ թմրամիջոցների հետքեր հայտնաբերվեն։ Այս տարվա ապրիլի վերջի տվյալներով շուրջ 20,000 Հայաստանի քաղաքացու համար սահմանվել է Ռուսաստան մուտքի առնվազն 5 տարվա արգելք։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով վերջին 2.5 տարում Ռուսաստան աշխատանքի մեկնող Հայաստանի քաղաքացիների թիվը նվազել է մոտ 30%-ով 100,000-ից հասնելով շուրջ 70,000-ի։